առանց ռազմավարական գործընկերության այսքան են կարել, բայց պատկերացնում եմ ռազմավարական գործընկերություն հաստատելուց հետո դեռ ինչ հաջողություններ եւ նվաճումներ են մեզ սպասում, ինչի համար Եվ ուրեմն ինչեր են արել առանց փաստաթղթի։ Հիշենք, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, ինչպես ասում են կնքահայրությամբ, 2022 թվականին Պրահայում Նիկոլ Փաշինյանը ճանաչեց Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ներառյալ Լեռնային Ղարաբաղը։ Այդ օրվանից կառավարության շրջանակում արգելվեց Արցախ տեղանունը եւ վերջնականապես փակված հայտարարվեց Արցախի էջը։ Ահա թե ինչ անհավանական բաներ արեցին այս երկու ղեկավարները միասին առանց ռազմավարական գործընկերության որևէ փաստաթղթի։ Այսպիսի քննարկումներն իհարկե շատ են այս օրերին հանրության մեջ եւ սոցիալական ցանցերում, բայց դիվանագիտական լեզուն եւ մտածողությունը մի փոքր այլ է։ Օրինակ երկարամյա դիվանագետ նախկինում նաեւ արտգործնախարար Արա Այվազյանը չի մեղադրում Մակրոնին։ Այդպես միանշանակորեն չեմ պիտակավորի Մակրոնին կամ որևէ այլ ղեկավարի։ Ես իմ պաշտոնավարման ժամանակ ունեցել եմ որոշ նախաձեռնություններ, որոնք կարող էին շատ լավ արդյունքի բերել եւ ասեմ դες, որ Ֆրանսիան այդտեղ ունեցել է առանցքային դերակատարություն, իսկ Ֆրանսիայի ղեկավարը այժմնակ Մակրոնն է։ Եվ ընդհանրապես ինձ թվում է մենք պետք է Մակրոնից շատ չնեղանանք, նա արել ոչ Մակրոնից, ոչ Պուտինից։ Մեր շահերը մենք պետք է պաշտպանենք, եթե մենք չենք պաշտպանում, ոչ մեկ մեր շահերը չպաշտպանում։ Մակրոնը ոչինչ չի ստիպել Հայաստանին, ասում է նա, դիվանագիտական զսպվածությունը ոչ մի կերպ չխախտելով։ Ես այժմ չէի պաշտոնավորել, բայց ընդհանրում եմ, որ այդպես է եղել։ Ոչ մեկ չի ստիպել։ Այլ երկրներից որևէ բան պահանջել չարժե, ընդհանրապես որևէ երկիր ինքը պետք է հետապնդի իր շահը, հակառակ դեպքում ուղղակի հայտնվելու է այլ երկրների շահերի կիզակետում լիովին անպաշտպան։ 2022-ի Պրահայի հանդիպման հետևանքները իրականում Հայաստանի աշխարհաքաղաքական սխալ հաշվարկների հետևանքներ եւ ոչ թե մտածված եւ կշռադատված դիվանագիտական աշխատանքի արդյունք։ 22 թվականին մեր ռազմավարական դաշնակից Ռուսաստանը բավական ծանր եւ խոցելի իրավիճակում էր ուկրաինական հարթակում եւ հավանաբար մեր իշխանությունները անգելնային եզրակացան, որ Ռուսաստանը անխուսափելի է հեռանալու այս տարածաշրջանից եւ այս տարածաշրջանի երաշխավորը կամ ոստիկանը, ինչպես կցանկանաք անվանել, դառնում են Թուրքիան եւ Ադրբեջանը։ Հետեւաբար, որպեսզի մենք կարողանանք գոյատևել այս տարածաշրջանում, պետք է հնազանդվենք եւ ընդունենք իրենց պայմանները։ Այս որ ասում գնում ենք արևմուտք, այդ արևմուտքը Թուրքիան է։ Նիկոլ Փաշինյանը Հայաստանը տանում է դեպի Թուրքիա։ Սա ակնհայտ է։ Ես սա ընդհանրապես աշկակապություն է, կրկնակի ստանդարտներ է, եւ այս ակցիայի նպատակը մեկն է, որ ցույց տան, որ ոչ բոլորն են Նիկոլի նման անհոգ եւ Ալիևին ասում thank you։ Ալիև այսօրվա ելույթը լսել եք, Ալիևը կանոնում այդ ելույթում ամբողջ Արցախյան շարժումը ինքնորոշման իրավունքի համար պայքարը անվանում սեպարատիստական։ Պայքարի ղեկավարներին սեպարատիստներ, 150,000 Արցախը հայությանը սեպարատիստ։ Նրանց անվանում սեպարատիստ, որ նույն Եվրոպան համանախագահ երկրները այցելում են, քանի ֆրանսիացի համանախագահ այցելել Արցախ։ Այդ սեպարատիստերի հետ է ֆրանսիացի հանդիպում, հա? Դիվանագիտական առումով, ինչ եք կարծում, եթե դուք լինեիք արտաքին քաղաքականություն մշակողը, պետք էր արդյոք պատասխանել Ալիևի ելույթին, թե որ Ադրբեջանը պաշտպանել է իր տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը, վերջ դրել սեպարատիզմին եւ պատերազմական հանցագործներին բերել արտադրությանը։ պետք է դրանց պատասխանել։ Իսկ ներկայիս իշխանությունները Հայաստանի ասում են, որ պետք է զուսպ լինենք եւ մենք փայփայենք այն խաղաղությունը, որ արդեն վայելում են, խաղաղությունը իհարկե ճակերտների մեջ։ Ես ուղղակի իրենց մի հարց ունեմ, արդյոք իրանք հավատում են, որ Ադրբեջանը չեմ խոսում Թուրքիայի մասին։ Ադրբեջանը իսկապես ցանկանում է խաղաղ համակեցություն ունենալ հայ ժողովրդի եւ Հայաստանի պետության հետ, արդյոք իրանք չեն զեկուցում, թե իրենք ինչ խոսույց ունեն հայերի Հայաստանի նկատմամբ, ինչ են անում օկուպացված Արցախում, ինչ թշնամանք են իրանք շարունակում են թշնամանք տածել եւ կրթել ժողովրդին հայերի նկատմամբ թշնամանքի, այսպես է խաղաղությունը լինում։ Արդյոք պետք է պատասխանել, խոսքը մենակ հերետորաբանության մասին չէ։ Դիվանագիտությունը մենակ լեզու չէ եւ մենակ բառեր չեն։ Դիվանագիտությունը նաեւ
ծրագրեր են, որոնք այնպիսի պայմաններ են ստեղծում, որ այս ասիմետրիան, այս դիսբալանսը հետը նվազի եւ Ադրբեջանը իրեն այսպիսի հանդուգն կերպով չձեռքսևորի մեր նկատմամբ։ Սա ուղղակի ամբողջ է։ Այսինքն զսպվածությունը այս դեպքում, այն զսպվածությունը, որի մասին խոսում են քրեական պաշտոնյաները, դիվանագիտության հետ կապ չունի։ Բացարձակ կապ չունի եւ զսպվածությունը իրենց մոտ գործում է այն ժամանակ, երբ որ Ադրբեջանը եւ Թուրքիան են խոսում, բայց Ռուսաստանի պարագայում, որը մեր ռազմավարական գործընկերն է դեռևս, այս զսպվածությունը որևէ ձևով չի արտահայտվում։ Այնպիսի տպավորություն է, որ Հայաստանը ծնկած խաղաղություն է հայցում Ադրբեջանից։ Մինչդեռ ըստ պաշտոնյաների Հայաստանն այսօր ինքնիշխան է, խաղաղ եւ ծնկած է եղել նախկինում։ Նախկինի պես իհարկե, նախկինում մենք եղել ենք ծնկած։ Մենք եղել ենք ծնկած, որովհետև մեր նախագահական ընտրությունները անցել են կեղծիքներով եւ հələ կենտրոնական ընտրական հանձնաժողովը չհայտարարած արդյունքները Ռուսաստանը շնորհավորել է նշանակալ։ Այն ամենը, ինչ կատարվում է մեր օրերում, Հայաստանում եւ Հայաստանի շուրջ նախընտրական տրամաբանության մեջ պետք է դիտարկել, անգամ եվրոպական երկրների հավաքը այդ նպատակին ծառայեցվեց։ Մենք ապրում ենք աշխարհում, որտեղ շատ աննորմալ երևույթներ են տեղի ունենում եւ բոլոր նախկին կանոնները, նորմերը, պայլաձևը արդեն կարմիր գծեր չունեն։ Եվ Մակրոնի կողմից Փաշինյանին ուղիղ եւ անթաքույց աջակցելը արտաքին աշխարհի հարաբերություններում գնահատվում է ընդհանրապես երկրի ներքին գործերին միջամտություն։ Եվ պարզ է, որ սա ակնհայտորեն միջամտություն էր մեր նախընտրական շրջանի, որը բացարձակ չի ողջունվում։ Եվ իհարկե դժվար չէ պատկերացնել, թե ինչպիսի արձագանք կունենա, եթե Ռուսաստանն իր աջակցությունը հայտնի այս կամ այն տեխնացուին նույնքան անթաքույց, ինչպես դա արեց Էմանուել Մակրոնը։ Եվ ցավոք սրտի ներկայիս իշխանությունների գործելակերպի արդյունքում այս ընտրությունների առաջիկա ստանում են նաև ինչ-որ աշխարհակական բովանդակություն, որտեղ տարբեր ուժային կենտրոններ իրենց շահերն են հետապնդում։ Մենք կարծում եմ բավական օգնել ենք այս ընթացքում, դառը դասեր են խաղել եւ այլևս կարծում եմ մեր հասարակությունը այդպես միանշանակորեն եւ միամտորեն չեն ծնում գեղեցիկ ճառերը կամ դրառումները։ Կողքից կարող է թվալ, թե Հայաստանի դիվանագիտությունը ներկայումս մատնված է անգործության, բայց այդպես չէ։ Չէ, իրանք շատ ակտիվ են։ Իրանք շատ ակտիվ են, բայց ակտիվ են ոչ թե պետական շահերը պաշտպանելու համար իրենց իշխանությունը վերարտադրելու նպատակով եւ իրենց իշխանությունը եւ պետական շահերը ես կարծում եմ բավական տարբեր են։ Այլ բան է, որ այդ ակտիվության հետևանքները շտկելը ապագայում ամենևին հեշտ չի լինելու։ Շատ դժվար է լինելու եւ կախում ունի թե ինչպիսի բովանդակություն կունենա մեր ապագա կառավարությունը։ Շաքե Ավոյան, հրապարակ։